չեք կարա։ Եկեք գնանք ընդեղ բարձրանալ։ Այսինքն այնտեղ ոնց է պատկերացնում։ Ստե լավ։ Շատ լավ է։ Ինչի ընդեղ ավելի լավ է, բարձր է, լավ երևա։ Բան է անում, բաղում է։ Իրանք չեն երևում։ Այլ բաբա։ Հետ եկեք, որ մայթը օգտագործություն։ Մի րոպե Դուք մեզ հետ եք, ոչ չէ։ Որ դիմացը փակեք։ Բա որ ձեզ ասել են տեղ չեն ասել։ Ասել են ազգային ժողովի դիմաց։ Ազգային ժողովի դիմաց, ահա, հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության մասով ակցիա է այս պահին։ Բարեկամություն։ Իհարկե, եւ ով հայ ռուս բարեկամությանը դեմ է, ես Ռուսների եւ ով Եվ ով հայ-ռուսական դարավոր ժողովուրդների բարեկամությանը դեմ է, նա թուրքական օրակարգ է թելադրում մեր ժողովրդին, որովհետև հայ-ռուսական բարեկամությունը տարիների պատմություն ունի, ճիշտ է, այստեղ Սորոսի վաստակները, այստեղ իրենց մայրերին ծախողները հայրենիք էլ կծախեն, Այստեղ իրենց մայրերին ծախողները, Սորոսի վաստակները հայրենիք շատ հեշտությամբ կծախեն, բայց հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունը այլ ընտրանք չունի եւ այն ուժերը, այն մարդիկ, ովքեր դեմ են այս դարավոր բարեկամությանը, նրանք պարզապես թուրքական օրակարգ են այսօր նշում են, որ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է անում Հայաստանի դեմ, հետևաբար որևէ պաշտոնյա չպետք է Հայաստան գա։ Դուք կիսում եք այս տեսակետը։ Ովքեր են նշում եւ ինչ են նշում, նորից ասացեք։ Որ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է անում Հայաստանի դեմ, դաշնակից չէ, հետևաբար նրա որևէ պաշտոնյա չպետք է։ Ես ասացի, նրանք ովքեր այդպիսի նշումներ են անում, նրանք ովքեր հայ-ռուսական դարավոր բարեկամության հիմքերը փորձում են խարխլել, նրանք ոչ ավել, ոչ պակաս թուրքեր են եւ Հայաստանում թելադրում են թուրքական ադրբեջանական օրակարգ։ Դե իրենք հիմնավորում են, որ 2022 թվականին Ռուսաստանը չի աջակցել Հայաստանին, Արցախի հանձնման գործում մեղադրում են Ռուսաստանին, որ խաղապահները ոչինչ չեն արել։ Նրանք ովքեր են, եթե անուններ էլ ասեք, ես ասացի, օրինակ, մայրերին դավաճանողները հայրենիք կվաճառեն, հայրենիք կդավաճանեն, մեր բարավոր բարեկամին կվաճառեն, կդավաճանեն։ Ես հիշում եմ, որ պատերազմից անմիջապես հետո Ռուսաստանի առաջին դեմքից հնչեց, թե քանի անգամ են հորդորել, դադարեցնել պատերազմը, Հայաստանը չի անսացել այդ հորդորին, ասեմ ավելին, մենք վերջին ռազմագերիները, Արցախի ռազմագերիները, մեր հայ տղաները, ովքեր գտնվում են Բաքվի բանտերում, վերջին անգամ Հայաստան են մտել, երբ որ ռուս խաղաղապահները այնտեղ են եղել։ Ռուս խաղաղապահների դուրս գալուց հետո մեկ ռազմագերի Հայաստան չի վերադարձել։ Սա ինչի մասին է խոսում։ Տիկին Ռուզաննա, այստեղ նոր քիչ առաջ ձեզ մեղադրում էին, որ դուք ասում եք ռուս-հայկական բարեկամական հարաբերություններ եւ այդ մեղադրանքները հնչեցնում են արևմտամետները։ Ցավում եմ, ես բոլորովին վերջերս Եվրոպայի իմ ընկերներից մեկի հետ էի խոսում, մի ցավալի փաստ բերեց, որ այստեղի տարբեր կառույցներ, հատկապես հասարակական կազմակերպությունների տեսքով գնում են այնտեղ եւ 2 կոպեկի համար հայրենիք են վաճառում։ Ես 2 կոպեկով հայրենիք վաճառողներին չեմ ուզում մեկնաբանել։ Իհարկե կարելի է։ Հանգիստ, լավ։ Հանգստացեք, լավ, ժողովուրդ։ Լավ։ Պարոն Վարդանյան, ինչպես կմեկնաբանեք այս իրավիճակը։ Ասեմ, Սորոսի փողերով ակցիաներ անող Հայաստան քանդողները այսօր հավաքվել են ստե եւ սադրում են։ Այ ասեմ ոնց է։ Նրանք
Իրանք այս բան կարծես թե իրավիճակը լարում են եւ փորձում են լարված իրավիճակ ստեղծել։ Սադրանքների չենք տրվում եւ թող գնան իրանք իրանց սորոսի փողերը ուտեն եւ պարակտեն Հայաստանի Հանրապետությունը։ Ամոթ է այն մարդուն, ովքեր որ դարավոր ընկերությունը, բարեկամությունը խաթարում են Հայաստանի Հանրապետության։ Եվ ելի կրկնեմ, այսօրվա դրությամբ թող ինձ մի հատ ցույց տան։ Հիմի հարց եմ տալի այս Եվրոպա մեդներին։ Տովյո Կլարը որ եկավ Թուրքիայի Հանրապետություն եւ ասեց. Եվրոպան տենում է տարածաշրջանում Թուրքիային որպես տեր։ Եթե իրանք համաձայն են գնան Թուրքիային որպես վասալ ծառայեն, մենք խնդիր չունենք։ Մենք թույլ չենք տալու դա, որովհետև Թուրքիայի հետ մենք դարավոր թշնամի ենք։ Այս տղաներն էլ որ կանգնած են, իրանք էլ ի սրտե գիտեն, իրանք իրանց գործն են անում, բայց ներկա պարագայում մենք պաշտպանում ենք մեր դարավոր բարեկամությունը եւ ընկերությունը։ Թույլ չենք տալու խաթարվի։ Վարդանյան, նրանք մեղադրում են ռուսներին Արցախը հանձնելու մեջ։ Ամենաառաջինը Ոստիկանություն, ձեր գործ արեք այդ սադրիչներին այստեղից հեռու տարեք։ Չէ որ դուք իրենց թույլ էիք տվել այնտեղ, հիմա ինչի նրանց բերեցիք այստեղ։ Մենք որ ասում ենք բարձրանանք այնտեղ ասում ենք։ Հարգելի լրատվամիջոցներ, ահա տեսակ, մենք այստեղ ողջունում էինք Ռուսաստանի Դաշնության նախագահի այցը Հայաստան եւ մեր աջակցությունն էինք հայտնում հայ-ռուսական դարավոր բարեկամությանը։ Այս Սորոսի վաստակները եկան եւ այստեղ տեսեք խանգարեցին մեր ակցիան, երբ որ Տեսեք ինչպես սադրանք հրահրեցին։ Ես կարծում եմ Եվրոպայում որտեղ իրենք այդ դրոշն են պարզել, յուրաքանչյուր ոք ակցիայի իրավունք ունի, բայց տեսեք ես սադրիչները, մայր վաճառողները, մայր դավաճանողները, տեսեք իրենք ինչեր են անում։ Բայց դուք մեզ չպետք է բերեք ես կողմ, հարգելի ոստիկաններ, իրենց տարեկեն կողմ, չէ որ իրենք եկան միջամտեցին ու սադրեցին, չէ որ իրենք եկան եւ սադրեցին։ Հարգելի ոստիկաններ, խնդրում եմ մի երեկելի, ձեր ցավը տանեմ։ Միջոցներ, տեսակ, մենք եկանք, այստեղ արդեն ոստիկանական պատը այն խաչմերուկից տեղ կար։ Այստեղ մենք հանգիստ մեր ակցիան էինք իրականացնում, բայց այս Պարոն Հակոբյան, իրենց ինչու չեք ուղարկում ներքև։ Չէ, բայց իրենք այնտեղից եկան սադրելու, ինչու չեք իրենց հեռացնում ընդհանրապես այս հրապարակից։ Չէ որ դուք իրենց այնտեղ տեղ էիք տվել, եկան այստեղ սադրելու։ Այդ սադրիչներին հետ տարեք։ Չէ, մեզ էլ հետ մի ուղարկեք, ներողություն, մեզ էլ հետ մի ուղարկեք, այս սադրիչներին, գնացեք այս սադրիչներին հետ ուղարկեք։ Բոլորը են թայֆ են, բոլորը սադրիչներ են։ Գնացեք եւ նրանց իրաց տներն ուղարկեք։ 2 կոպեկի համար Եվրոպայից գործակալներ։ Խնդրում եմ իմ գործընկերներից մեկը Ֆրանսիայից շատ ցավոտ բան եմ ասում, բայց ասում էր այստեղից գնացած հասարակական կազմակերպությունները այս կառույցները գնում են այնտեղ եւ փոխարենը խոսեն մեր անհետ կորած տղաների, մեր գերիների մասին, վատ էին զգում ազգությամբ հայ Ֆրանսիայում ապրող իմ ընկերներից մեկը, ով մասնակցել է նմանատիպ մի համաժողովի, ասում է, որ մենք ցավում ենք, որ Հայաստանից գալիս են 2 կոպեկով ծախվում եւ հայրենիք են վաճառում այստեղ։ Հիմա այդ Եվրոպայի դրոշը, որ այստեղ պարզել են, դուք Եվրոպայից որևէ արձագանք ստացել եք, դուք Եվրոպայից որևէ անգամ արձագանք ստացել եք, չէ որ դուք ասում եք Եվրոպա են գնում, խորհրդարանը հաստատեց, Եվրոպան մի հատ ձեզ ողջունել է, ինչ որ բան ասել է, մեր ապրանքաշրջանառությունը, մեր տնտեսությունը, մեր երկրի գոյությունը այսօր կախված է Ռուսաստանից։ Ճիշտ է, այս
բաղադրիչները ուզում են Հայաստանը մտցնել թուրքական կրնկի տակ դարձնել թուրքական վիլայետ, բայց հայ ժողովուրդը երբեք թուրքի ոտքի տակ չի ծառայելու։ Դրա համար ենք մենք այսօր այստեղ ողջունելու խորհրդարանի Դաշնային խորհրդարանի ղեկավարի այցը Հայաստան եւ վստահ ենք, որ հետ այսու ռուս բազմաթիվ պաշտոնյաներ կգան եւ հայ-ռուսական բարեկամությունը, որ վերջին տարիներին տարբեր գումարների դիմաց, տարբեր խոստումների դիմաց այսպես խարխլվել է, ես վստահ եմ, որ հայ-ռուսական դարավոր բարեկամությունը նորից կվերգտնենք մենք։ Այս ակցիաները, հայտարարությունները կարող են որևէ ազդեցություն ունենալ այդ հարաբերությունների վրա, երբ որ օրինակ ասում են Ռուսաստանը դաշնակից չի, դավաճան է, հիբրիդային պատերազմ։ Տեսեք, այնտեղ քանի հոգի են, մի անգամ 4 հոգով քանակի վրա չենք հույսը դրել, որովհետև իրենց կողքին իրենց գաղափարը կիսողները այդքան են, այդքան ստացած փողերի դիմաց, սրանք տարբեր կառույցներից գումարներ են ստանում, գիտենք բոլորին էլ։ Ստեփանյան, նաև հիշեցնենք, որ Լավրովի այցի ժամանակ էին մի 4-5 հոգով արևմտամետները հավաքվել եւ դեմ էին, որպեսզի Լավրովը գա Հայաստան։ Ես դա եմ ասում, այս հայ ազգը երբեք չի կարող։ Մենք այսօր ավելի շատ հայ ունենք Ռուսաստանում, քան Հայաստանում։ Մենք այնտեղ ավելի շատ աշխատանքից տրանսֆերտներ ենք ստանում Հայաստան, քան այստեղ մեր աշխատուժն է մեզ տալիս։ Հիմա սրանց ուզածը ինչ է Հայաստանը դարձնել թրքական վիլայետ։ Այս թայֆի եւ իրենց նման մտածողների եւ մեր նման մտածողների տարբերությունը մեկն է։ Մենք ուզում ենք ունենալ հայրենիք, իրենք ուզում են Հայաստանը դարձնել թրքական վիլայետ, ընդհանրապես սա է մեր եւ նրանց տարբերությունը։ Եթե ուզում են Թուրքիայում ապրեն, Նիկոլ Փաշինյան, դիմում եմ ձեզ, դուք ժամանակին բացեցիք Մարգարայի անցակետը եւ հումանիտար օգնություն ուղարկեցիք Թուրքիա։ Հիմա ասում եմ, դիմում եմ ձեզ, բացեք այդ անցակետը Մարգարայի եւ այս թիմին որպես հումանիտար օգնություն ճանապարհեք իգդիր։ Կգնան, կդիմանան, թող ապրեն, չեն դիմանա, էլի թող մնան այնտեղ։ Սրանց նման վիժվածները вообще ոչ միտեղ բան չունեն, տեղ չունեն, Ռուսան ջան։ Տիկին Հակոբյան, քիչ առաջ մենք ականատես եղանք մի լարված իրավիճակի, որտեղ արևմտամետները փորձում էին ձեզ խանգարել եւ ասում էին, որ Թուրքը ռուսների հետ ինչ բարեկամություն, ինչպես կմեկնաբանեք։ Ես չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է ասի ռուսի հետ ինչ բարեկամություն, բաում հետ պիտի բարեկամություն անենք Եվրոպայի, իսկ ուր էր այդ Եվրոպան Արցախյան պատերազմների ընթացքում։ Ոնց որ ես ամեն ինչի մասնակից եմ, ականատես եմ, Եվրոպացի ոչ մեկին չտեսա իմ մոտը կանգնած Արցախը հանձնելու պահին, ոչ մի եվրոպացի չկար, ուր էին իրենք։ Դիտորդի կարգավիճակով թե մեզ ոնց էին վտարում Արցախից, ուր էր այդ Եվրոպան, որտեղ էր այդ Անգլիա, Ֆրանսիա, Ամերիկա, ուր էին։ Որտեղ էին։ Նրանք էլ ռուսներին է մեղադրում Արցախը հանձնելու մեջ։ Գոնե կային, արկային Արցախում, ճիշտ է, չունեին միջազգային դիտորդական կարգավիճակ, այ որ Եվրոպան համաձայնվեր ռուս խաղապահին միջազգային դիտորդական կարգավիճակ տար, գոնե Արցախը չեր հայաթափվի եւ թուրք-ադրբեջանական տանդեմը չեր հաղթի ու բոլոր արցախցիներին չեր վտարի։ Ռուսն էլ հենց մենակ մնաց, քանի որ միջազգային կարգավիճակ չուներ խաղապահ եւ բոլոր եվրոպաները մերժեցին հենց այդ առաջարկներին եւ արդյունքում ունեցանք Արցախի հայաթափում, Արցախում ունեցանք տարածքների կորուստ, այնպես որ պիտի ճիշտ հարաբերություններ կառուցել թե Ռուսաստանի եւ թե մնացած պետությունների հետ։ Ինչպես պետք է լինեն, Տիկին Հակոբյան։ Պետական մակարդակով ճշգրիտ հարաբերություններ պիտի կառուցել ոչ թե թույլի պարտվողի կարգավիճակից, այլ որպես իբրև խաղաղության կողմնակից պիտի ելնել նաև հաղթողի դիրքերից։ Մենք հաղթող երկիր էինք 30 տարի ի վեր, բայց չօգտվեցինք այդ հաղթանակի պտուղներից եւ զիջեցինք թե Հայաստանի Հանրապետության տարածքներ, թե Արցախի Հանրապետությունը ամբողջությամբ։
Բաղդասարյան, եւ որպես առաքելական եկեղեցու հետևորդ ձեզ մեկ հարց ունեմ վերջին օրերին իշխանությունների կողմից առաքելական եկեղեցու եւ մասնավորապես կաթողիկոսին թիրախավորելու վերաբերյալ նրանք ամեն օր մասնավորապես Նիկոլ Փաշինյանը հարց է հնչեցնում եւ գրառում կատարում Facebook-յան իր էջին, ասում է՝ ի վերջո ամենայն հայոց կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը, զավակ ունի թե ոչ։ Սա ինչի մասին է խոսում։ Ճիշտ ասած, այս վերջին օրերի զարգացումները կապված են այն բանի հետ, որ Շվեյցարիայում հենց կաթողիկոսի նախաձեռնությամբ տեղի են ունենում համաժողովներ, որին բարձրացվում է Արցախ հավաքական վերադարձի, Արցախի նյութական եւ հոգեվոր ժառանգության պահպանման, ինչպես նաեւ հայ գերիների վերադարձի հիմնախնդիր եւ ժողովրդի ուշադրությունը այս զարգացումներից շեղելու նպատակով թիրախավորել են նաեւ ամենայն հայոց կաթողիկոսարանը եւ ինչ կապ ունի անձը ի վերուստ հայոց կաթողիկոսարանում կաթողիկոսները կուսակրոնության ուխտ չէին տվել եկեղեցին ունի իր կարգուկանոնը հետեւաբար բնական է որ եկեղեցին կարող է իրեն վերաբերող որոշումները քանի որ այն անջատ է նաեւ պետությունից սահմանադրորեն դավանական ազատություն է եւ պետական մակարդակով եկեղեցին կարող է ինքը որոշել արդյոք խախտում թույլ են տվել թե ոչ եւ ինչ որ մեկը հաղորդում տալու կառավարական մակարդակով դա ճշգրիտ չեմ համարում եւ եթե անգամ ունի իրենք ունեն գերագույն խորհուրդ ինքը պիտի որոշի գերագույն խորհուրդը իրենց ճիշտ է վարվել կաթողիկոսը թե ոչ այնպես որ այս պահին թիրախավորվում է ոչ թե կաթողիկոս անձը այ առաքելական եկեղեցին եւ մարտահրավեր է նետվում նաեւ ողջ քրիստոնեական աշխարհին ինչ որ անարատ հղության քննարկմամբ, որը պիտի մտնի կառավարության նիստի օրակարգ, որը հակասում է համաշխարհային եկեղեցական վարդապետության դոգմատիկ ուսմունքին, որը անխախտելի է, անքննարկելի է։ Հայաստան, Ռուսաստան, միասնական բարեկամ։ Հայաստան, Ռուսաստան, միասնական բարեկամ։ Հայաստան, Ռուսաստան, միասնական բարեկամ։ Հայաստան, Ռուսաստան, միասնական բարեկամ։ Հայաստան, Ռուսաստան, միասնական բարեկամ։
Հիմա Հայաստան, Ռուսաստան, դարավոր բարեկամ, 3-4 Հայաստան, Ռուսաստան, դարավոր բարեկամ։ 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 Պարոն Վարդանյան, եթե կարելի է խնդրում եմ անդրադառնալ մեղադրանքներին, որոնք հնչում են Ռուսաստանի հասցեին, ասում են դաշնակցային իր պարտականությունները չկատարել, ձեզ համար հասկանալի է ինչ պետք է անել Ռուսաստանը, որ չի արելու, առհասարակ այս մեղադրանքները հիմնավորված են, թե ոչ։ Հարգելի լրագրողներ, ես պատասխանեմ ավելի հստակ, բերեք տենանք մենք մեր պարտավորությունները մեր ազգի նկատմամբ կատարել ենք թե ոչ, նոր մեղադրենք մնացած ազգերին։ Բնականաբար, եթե Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեկ գիշերվա մեջ հրաժարվում է 120,000 հայից, մեկ գիշերվա մեջ հրաժարվում է տարածքային ամբողջականությունից Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության վարչապետ կոչվածը ազգային ժողովի համար մեկ ամբիոնից, որ կանգնում է ասում է մենք կորցրեցինք Արցախը, բայց ունեցանք սուվերենություն։ Հիմի հարց իրան, 18 թվականին, որ դու հեղափոխություն էիր անում ճակերտավոր, դու գնում էիր Ադրբեջանի վարչապետ, թե Հայաստանի։ Եվ դու քո պարտականությունները որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ եւ Արցախի երաշխավոր որպես Հայաստանի ղեկավար, Հայաստանն էլ Արցախին որպես երաշխավոր։ Դուք ձեր պարտականությունները կատարել եք, որ մեղադրում եք Ռուսաստանին։ Մենք հայ ազգ ենք, մենք սովոր ենք մեղադրելու, մեր մեղքը չենք ընդունում եւ մեղադրում ենք սրա նրան, քանզի մեզ որ ոչ մի բան չլինի։ Քի բերեք ճիշտը նայենք, էլի մենք պատմական լիքը փաստեր ենք ունեցել։ Մեկ դար անցել է, ուղիղ մեկ դար անցել, մեկ դար առաջ էլի Թուրքիայի հետ բարեկամացան, մեկ դար առաջ էլի ասեցին սրանք ուրիշ են, լավն էր, մենք պետք է գնանք հետներընկերություն անենք, հետևեց ցեղասպանությունը։ Ցեղասպանությունից 4-5 տարի հետո ինչ եղավ, եկեղեցուն են կմնում, եկեղեցին չկանգնավ, Սարդարապատի գլխին ով կանգնավ։ Մենք ինչից ենք խոսում, այսօր եկել ենք անել են Եվրոպա, տովյո կլարը, ես 10 անգամ ասել եմ, էլի կասեմ, տովյո կլարը, որ եկավ Թուրքիա, 3 անգամ ինչ հայտարարեց։ Ամբողջ Եվրոպան տեսնում է Թուրքիային տեր տարածաշրջանում։ Հիմա ինչ մենք համաձայն ենք գնանք էլի Թուրքին դառնանք վասա, ինչի համար ժողովուրդ։ Մենք կարանք մեզի ճիշտ պահենք, լինենք գործընկեր, որի հետ մենք եղել ենք դարավոր գործընկեր, որին որ շատ մարդիկ չգիտեն, այսօր մենք Էջմիածինի ճանապարհին դեպի աշտարակ ունենք Օշականի հուշարձանը պատերազմի, որ Օսմանյան կայսրությունը հայ եւ ռուս մարտիկները կանգնացրել են։ Մի հատ ինձ թող ցույց տան ինչ-որ եվրոպական մի արձան Հայաստանի Հանրապետությունում, թող ցույց տան ինչ-որ մի այլ ազգի զինվորներին, ովքեր որ եկել են Հայաստանի Հանրապետության համար մարտնչել են քո հետ կողքի։ Այս Հայաստանը, որ ապրում ենք, այս Հայաստանը ով է մեզի տվել։ Այդ ժամանակ հիշեք ռուս պարսկական պատերազմներ, մարդը գրավել էր, կարար ասել ապրեք որպես վասալ։ Մարդը տվեց ասել ձևավորվեք ապրեք։ Մենք ռուսից ինչ ենք ուզում ժողովուրդ։
ասում եմ պետք է արձագանքեր օրինակ 2022 թվականի ադրբեջանական հարձակումներին, ճանաչեր հստակ Հայաստանի տարածքը եւ խաղաղապահներ ուղարկել։ Չակերտ բացեմ։ Ինքը խաղաղապահներ ուղարկեց, այո։ Հայաստանի Հանրապետության վարչապետին ասեք ճանաչի Արցախը։ Հայաստանի Հանրապետության վարչապետը ճանաչեց Արցախի անկախությունը։ Ճանաչեց Արցախը որպես Հայաստանի մասնիկ։ Բա ռուսից մենք ոչ մի բան չենք արել, ռուսը մեղավոր էր, խի։ Հələ բերեք նայենք, էլի։ Բերեք նայենք, հոտնենք չի, ասելով չի։ Պարոն Վարդանյան, արևմտամետների այս բողոքի ակցիաները որևէ կերպ կարող են ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Ժողովուրդ չեմ ուզում մարդկանց վարքաբեկեմ, բայց Խզմալյանի տեսքին նայեք, Բաբաջանյանի տեսքին նայեք, ուտենք շարունակ արամ թվարկեմ, էլի մի հատ դրանց տեսքին նայեք ու պատկերացրեք։ Մենք չենք ուզում ԼԳԲՏ համայնք ունենանք Հայաստանում, մենք չենք ուզում, որ կինը կնոջ հետ ամուսնանա, տղեն տղու հետ ամուսնանա, ախր մենք ազգ ենք, ապրել ենք, դարավոր ավանդույթներ ունենք, այս ազգային ժողովն է, որ ասում մենք ընտանիքի մոդելը մերը սխալ է, կանանց մոդելը մերը սխալ է, հա չհասկացա։ Այս մենք դարերով ապրել ենք, սա ճիշտ էր, այս 7 տարվա մեջ սա սխալ էր։ Իրանք որ եկան, իրանց ձևաչափով, իրանց մոդելներով, սաղից ուզում են ասեն, որ սխալ ենք ապրում ենք Հայաստանում։ 18 թվին հեղափոխություն էր անում, ասում էր Արցախը Հայաստանա եւ վերջ։ Ժողովուրդ, ես առանց ձեզ ոչ մի բան չեմ անելու։ Ժողովուրդ, ձեր հետ խորհրդակցելով եմ անելու։ Ինչ ունեցանք։ 20 թվականի պատերազմից հետո ասեց անկախ Հայաստան ունենք։ Ախր անկախը ո՞րն է։ Անկախը այն էր, որ 95 թվականին, 94 թվականին անկախացանք, ունեցանք տարածքներ, մենք սկսանք մարդավարի ապրելը։ Անկախը դա էր։ Տարածքները հանձնեց, Տաուշից կեսը հանձնեց, որտեղից ասես հող է հանձնում, մենք այսքան հակառակորդ ունենք մեր սահմաններին կպած։ Իշխանությունը ասում է մենք տարածք չենք հանձնել, ինչը ադրբեջանական կողմին է տալիս ենք, ինչը մերն է, մեզ ենք պահում։ Դե ինչը մերն է, ես հիմի կարամ մի երկու տարածքի անուն տամ, սահմանազատումը սկսել են Տաուշի մարզից, հետ տարածքները մեզի չեն տալիս։ Խիա գալի, որ Ադրբեջանը հասնում է, որ Ադրբեջանը պետք է տա, եւ Ադրբեջանը չի տալի ոչ մի բան։ Խիա դառնում սենց Հայաստանի Հանրապետության վարչապետը խոսում է խաղաղության մասին։ 300,000 ադրբեջանցի պետք է վերադառնան, թե իրանց իրավունքներով ապրեն։ Բա մեր Բաքվի հայերն ուրեն, բա մեր Նախիջևանի հայեր, մենք խի բան չենք դնում, պահանջ չենք դնում, որ մերոնք էլ պետք է հետ գնան։ Ինչ խաղաղության մասին է խոսքը։ Ասում են խաղաղության պայմանագիրը երբ ստորագրվեց 5 րոպե հետո կողմերը իրար հետ առևտուր են անելու։ Իսկ Ադրբեջանի կողմից արած հայտարարությունները մենք նայում ենք 20 թվականի պատերազմին այս շենքից ամբողջ օրը գոռում էին հաղթում ենք, մերն է։ Ալիևն էլ ընդ նստած ձեռը խփում էր սեղանին, ասում էր այս շրջանը վերցրի։ Մեր ինֆորմացիայի աղբյուրը այսօր ոչ թե մեր կառավարությունն, այլ Ադրբեջանի։ Ինչ ասե, Կովկասյան այդ ինչա մուսուլմանների գրասենյակի նախագահան հայտարարում է, որ Հայաստանի եկեղեցին է մեզ վտանգ սպառնում, 4 օր հետո մարդու կնիկ եկեղեցի վրա բան են, արշավ են անում։ Եկեղեցին դա Հայաստանի Հանրապետության ամենակարևոր հավատ ասում են եկեղեցին մեր հոգևոր տուն է եւ այդ տունը պետք է մաքրենք։ Եվ նաեւ ասում են, որ քաղաքական գործերին են խառնվում, քաղաքական դաշտ են մտնում դրա համար։ Քաղաքական դաշտ մտնում է կարգալուծեղած սրբազան։ Ես ոչ մեկին չեմ պաշտպանում, բայց ասեմ, այսօր եթե ես խնդիր ունեմ Նիկոլ Փաշինյանի հետ, ես իրան եմ դիմում, ես չեմ դիմում ազգային ժողովին, չգիտեմ, ես իմումը։ Այսօր խնդիրը ինքն է, իր խմբակով։ Եթե կա եկեղեցում ինչ-որ մարդ, որ կարել է հանցագործություն, կարան սիրուն, կարգալուծ անեն, պաշտոննել է իրանցը, սաղ ուժային կառույցներն էլ է իրանց։ 10 հոգի մարդ են գալի, այսքան տղու անհանգստացնում, բերում կանգնեցնում են ստեղ։ Բա այդ խի չեն կարում անել։ Բան անում, 7 տարի ազգային նպատակա դարձել Ռոբերտ Քոչարյանի, չգիտեմ, Սերժ Սարգսյանի, չգիտեմ, սրանից այսքան միլիոն բերել։ Ազգային ժողովի համար մեկ ամբիոնը նրանումն է, որ ինքը առավոտը ցիրիկուն կանին դե ասես թալանչիների փողը բերելու է։ Մի հատ նախագիծ բերեք։ Բերել են զինծառայության մասին օրենքներ են բերում։ 18 միլիոն մուծում ես, ծառայում ես մի ամիս։ Սա ծառայած տղերք են, լարստուր, մի ամսվա ընթացքում դու ինչ ես կարում սովորես բանակում, ոչ մի բան։ Այդ մարդկանց ոնց եք պայստազոր հաշվառելու։ Այս ինչ եք անում դուք այս պետության հետ։ Նիգոդիները եկեն նստել են, երգիր են կառավարում, երգիր են ղեկավարում, նույնը լենայել ինձ են հապկված։ Ինչ տարբերություն։
Ես եմ։ Հայաստան, Ռուսաստան, միասնական վահան։ Եվ մենք սրանց ափսոսը, հետի մեր շնամների դեմ Ռուսաստան, Հայաստան, դարավոր բարեկամ։ Ռուսաստան, Հայաստան, դարավոր բարեկամ։ Հայաստան, Ռուսաստան, դարավոր բարեկամ։ Ռուսաստան, Հայաստան, դարավոր բարեկամ։ Ռուսաստան, Հայաստան, Դարավոր բարեկամ։ Հայաստան, դարավոր բարեկամ։ Հայաստան, Ռուսաստան, դարավոր բարեկամ։ Հայաստան, Ռուսաստան, դարավոր բարեկամ։ Հայաստան, Ռուսաստան, դարավոր բարեկամ։
Եվրոպայի Թուրքական, իսկ նրանք ովքեր դեմ են թուրքական։ Մարգարայի կամուրջը բացում է, ավակվեք բոլորս դեպի Իգնիր։ Գնացեք Իգնիր։ Գնացեք ներսից Թուրքիան քանդեք կամ Ադրբեջանը։ Արտակներ։ Սադրանք իրանք են անում։ Մենք շուս եք մնում, առհամարանքը ամենաուժեղ է։ Հայաստան, Ռուսաստան, միասնական բարեկամ։ Ռուսաստան, միասնական բարեկամ։ Ռուսաստան, միասնական բարեկամ։ Ռուսաստան, միասնական բարեկամ։ Ռուսաստան, դարավոր բարեկամ։ Թուրքի պատճառով է մահացել։ Թուրքի գործակալ։ Հայաստանը թուրքի գործակալների տեղը չի։ Անցորդները կարող են մի բան ասեն, պատասխան չտա։ Պարոն Հակոբյան վիրավորում է։ Գործակալների տեղը չի։ Մենք լավ պատմաբաններ ունենք, եթե ուզում եք հայոց պատմություն սովորեք, եկեք ստեղ։ Ասում եմ, մենք լավ հայոց պատմության մասնագետներ ունենք, Հանձին Տիկին Անահիտի, եթե մեր Եվրոպամետ հայրենակիցներ ուզում են հայոց պատմություն սովորեն, թող գան այստեղ միանան, Տիկին Անահիտը լավ հայոց պատմության դասեր կտա եւ կիմանաք ով է մեր բարեկամը եւ ով է մեր թշնամին, այսքան բան ընդամենը։ Ժողովուրդ։ Հավաքվում ենք։ Հայաստան, Ռուսաստան, միասնական բարեկամ։ Հայաստան, Ռուսաստան, միասնական բարեկամ։
Ալեքսանդր